Ողջույն Նորագին Նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստ էությանն է եւ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք իրավապաշտպան Մարինա Պողոսյանին։ Բարև ձեզ Տիկին Պողոսյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Ես եմ շատ շնորհակալ։ Սիրով։ Տիկին Պողոսյան այսօր ազգային անվտանգության ծառայությունը եւ մյուս ուժայինները մայրաթորներ խուժելու փորձեր արեցին, փորձում էին Միքայել Սրբազանին բերման ենթարկել, օրերս էլ Բագրատ Սրբազանին կալանավորեցին։ Ինչպես է գնահատում մեր երկրում ստեղծված այս իրավիճակը, ինչ է փորձում անել սրանով Նիկոլ Փաշինյանը, ինչ է այս ճանապարհով ուզում լուծել, ինչ խնդիր է ուզում լուծել։ Նշեմ, որ հարցազրույցը տեսաձայնագրելու ժամանակ հայտնի դարձավ, որ Աջապահյանն ինքնակամ արդեն ներկայանում է քննչական կոմիտե։ Մի քիչ առաջ արդեն դա եւ դա շատ գովելի է, որովհետեւ կարծում եմ նախ բարի օր բոլորին, ուղղակի բոլորս կարծում եմ շատ էմոցիոնալ ենք այս վիճակից։ Ինչ ա ուզում Նիկոլ Փաշինյանը, ես չգիտեմ, երևի թե դա իրանից պետք է հարցնեք։ Ես գիտեմ, թե ես ինչ եմ ուզում, ես գիտեմ, թե հայ ինչ ա ուզում, կարծում եմ, քանի որ ես էլ եմ հայ, եւ շարքային քաղաքացին ինչ ա ուզում։ Այն ինչ որ կատարվում այսօր եկեղեցու շուրջ, ինձ համար չէ, տենց սիրուն բառեր չեմ ուզում ասեմ, խիստ մտահոգիչ է կամ դատապարտելի է։ Սա տրամաբանական շարունակությունն է նրան, այն ինչ որ տեղի ա ունեցել այս տարիներին, եւ այս թեման այնքան նուրբ է, ես չեմ ուզում մի կողմի կամ այս մի կողմի, ճիշտը որ ասեմ, ես որևէ կողմի վրա չեմ, բայց խոցում են այն, ինչ որ խոցելի է, եւ եկեղեցու եւ մեր համար տրամաբանական էր, որ կամած մենք գնալու ենք սրան, եւ ամեն առավոտ արթնանալ ասել, վայ, Նիկոլ Փաշինյանն էս էլ արեց, օրինակ իմ համար ոչ մի զարմանալի, անսպասելի, ուշ թե շուտ լինելի գործողություններ է։ Սա գիտեք ում համար է զարմանալի, ով որ քնում է Facebook-ում, արթնանում է Facebook-ում, խրոխտ կոմենտ գրելով ինքը մասնակցում է երկրի պաշտպանության, ասենք տեսեք նոր տաքսիով գալիս եմ ու տաքսիստը ասում է, հա դե բայց ում է պետք, ինչ է պետք, ես դե պապա չունեմ, դե մամա չունեմ, երեխա չունեմ, вообще ինձ մեկ է թե ինչ ալում։ Սա այս մեկան վաղ թե ուշ բերում է այս իրավիճակին։ Այսինքն այս իրավիճակը նես չի եղել, որ մենք այսօր զարթնել ենք ու մենք էլ վայ, այս ինչ կատարվեց եկեղեցում։ Էլի եմ ասում, որտեվ եկեղեցին բնականաբար ինքն էլ եղել է իր սպասավորներով խոցելի, կամպրամատների եւ այլնի առումով։ Եկեղեցին նոր չի դարել, ինձ համար եկեղեցին դա Աստծո տունն է, օրինակ ես իմ դիրքորոշումը, եւ ինձ համար Աստծո տոնը փողով թաղում, փողով կնունք եւ փողով պսակ անելու տեղ չի։ Ինքը այդ այն տեղն է, որտեղ մարդ կարողանում է հարաբերվի Աստծո հետ, չնայած որ Աստծո հետ հարաբերվելու համար պարտադիր չի եկեղեցի գնալ։ Ինչ վերաբերում է հայ առաքելական եկեղեցուն, դա որևէ մեկի սեփականությունը չի, դա մեր ժողովրդի ինքնությունն է եւ մենք միշտ ասել ենք, որ մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը, լավ ենք այլ թե վատ ենք այլ դա թողնենք մի կողմ, բայց մենք ընդունել ենք քրիստոնեությունը։ Այսինքն այսօր ես կարծում եմ պետքա տարանջատել եկեղեցի, եկեղեցու սպասավոր եւ հավատք, ոչ թե կրոն, դա կրոն չի, դա հավատք է։ Երբ որ մեզ մոտ մանիպուլատիվ էս երեքը խառնվում է իրար, այ դրանից էլ ստեղծվում է այս շոու ծրագիրը։ Օրինակ նայեք, Աջապահյանն ասել է, որ ինքը կներկայանա։ Եթե այն բոլոր մարդիկ, ովքեր որ ասենք մեկն ասում է ես կներկայանամ, այս աժիոտաժը չստեղծվի, որը բերում է մեր էլ ավելի թուլացման։ Պատկերացրեք, եթե մեր երկիրը այսօր հիվանդ օրգանիզմ է եւ վիրավոր է, ոնց որ եւ կա ինքը։ Երբ որ այդ հիվանդ օրգանիզմը անընդհատ տարբեր տեղ կոնվուլսիաների մեջ է ցնցումներ, ինքը գնալով ավելի թուլանում է։ Հիմա նրանից որ գոռացին, մենք ձեզ հետ ենք, ես նողկում եմ, զզվում եմ բոլոր տեսակի լոզունգներից, որովհետև ինչ որ մեկի հետ է այնքան ժամանակ, ինչքան որ ինքը ժամանակ ունի, կամ ինչքան որ ինչ որ մի կողմից ուղղորդվում է, եւ այս ամենը բնականաբար օգտագործվում է։ Հիմա ինձ այնքան հետաքրքիր է այդ բոլոր մարդիկ որ գոռում են ես ձեր հետ եմ, ենթադրենք։ Մեկ Քոչարյանի հետ են, մեկ Սերժի հետ են, մեկ Սրբազանի հետ են, մեկ Եկեղեցու հետ են, մեկ Լևոն Տեր-Պետրոսյանի, մեկ Նիկոլի տակ են։ Ըստ էության մենք այդքան շատ բնակչություն չունենք, էլի որ ասենք այս սեգմենտը ընդեղա, կա ինչ որ մի սեգմենտ, որը միշտ ինչ որ մեկի հետ է։ Հիմա այս նույն սեգմենտին եթե կանգնացնեք, այ ես լրագրող չեմ, կանգնացնեք եւ բոլորին հերթով ասեք Աստծո 10 պատվիրաններն ասա, կասկածում եմ, որ իրանք կասեն, հələ կարող է սպասավորների մի մասն էլ չասի, դա մեկ։
Երկրորդը եթե մենք Աստծո պատվիրաններով եւ ընդհանրապես հիմա քրիստոնեության դեմ ենք ընդունում այս պայքարը, քրիստոնեության դեմ վաղուց է սկսվել, այսօր չի սկսվել։ Ես հիմա կասեմ, եթե մենք ընդունում ենք, որ քրիստոնեության դեմ է պայքարը, ապա պատվիրաններում եւս չէ, կա պատվիրան, որ Աստծո անունը պատե անպատե չի կարելի տալ, կուրկ չի կարելի սարքել, բայց մեր ազգը տենց էլ ոնց որ քրիստոնյա չդառան, Կռապաշտ, Սամվել Կարապետյանապաշտ, Նիկոլապաշտ, Քոչարյանապաշտ, ում տանում Մայրապետյանապաշտ, Գագիկ Խաչատրյանապաշտ, ում տարան հասցրեցին կալանավայր, մեկ էլ այդ մարդը միանգամից սրբադասվեց։ Այդ անտեր կալանավայրը ում սրբխես չի, որ կտրի մարդու սաղ վատ արածները, ի վերջո։ Ես որևէ մեկին, ես էլի եմ ասում, ես չունեմ բնավորություն ընկածին խփելու, բայց ես ունեմ մի հարց բոլորին տալու։ Այդ բոլորը, որ կալանավայրում Պուծովկա է, կալանավայր Իզմիրլյան, Պամպերս Գարշոկ, մանդատ։ Ինչ, բայց կարող ուրիշ տեղ են գնում։ Հիմա եթե հասարակ քաղաքացուն ասենք, որ պետք է գնա ինքը կալանավայր 3 ամիս այնտեղ անցկացնի, հետո սրբադասվի դուրս գա, ես չեմ հասկանում, կարող կալանավայրը մեր մոտ եկեղեցուն հավասար տեղա սրբադասվում են։ Եվ սա էլ է իմ համար անընդունելի։ Անընդունելի է այս շոու ծրագիրը դիմակներով սրբավայրի եկեղեցու տարածքում, որովհետև անկախ ամեն ինչից, եթե նույնիսկ կան եկեղեցու կոռումպացված, ահաբեկիչ սպասավորներ, չգիտեմ այնտեղ եւ այլն, ի վերջո անարգվում է մի ամբողջ կառույց իր ում բոլոր սպասավորները չեն տենց Բեն Լադեններ, ոնց որ ասում են, հա։ Իսկ ինչ վերաբերվում է, ես կուզեմ այս մասը ավարտեմ, ինչ վերաբերվում է նրան, որ մեր եկեղեցին իր տեղում չի եղել, որովհետև եթե մի բան իր տեղում է եւ պինդ կանգնած է, ոչ մեկ իրան չի գրոհում, հավատացեք, որտեվ հասկանում են, որ կարող է գրոհից ատամները կպնի քարերին ու ջարդվի։ Ես կուզենամ հասկանամ, ասեմ ինչի տեղում չի, սա իմ կարծիքն եմ ես արտահայտում, որտեվ եթե եկեղեցին տեղում լիներ, այդ նաբատներ, զանգերը կխփվեին, երբ որ Արցախում 9 ամիս շրջափակված էր, 9 ամիս օրը 15 անգամ պետք էր տագնապի զանգը խփել։ Այն ժամանակ իրանք նկարվում էին Նիկոլ Փաշինյանի հետ, հիմա ինձ էլ է հարցեր առաջանում, էլի ոնց է տենց տրանսֆորմացիան ստացվում, ռոբոտ տրանսֆորմերներ չեն սրանք սենց, կամ Ռուբիկ կուբիկ չեն, որ անընդհատ գույները փոխես։ Այդ զանգերը պետքա խփվեր այն ժամանակ, երբ որ մենք մեզ համարելով քրիստոնյա ազգ, որ այդքան մարդ գնում է, հա, իջմածին գնում է ստեղ, հիմա այս միտինգներ են մասնակցում, ակի մեր ազգը միտինգամոլ է ոնց որ դարել։ Պետքա խփվեր այն ժամանակ, երբ որ Հայաստանը ողողվեց աղանդներով։ Բայց ժամանակ ինչի՞ չէին դնգ բոլոր եկեղեցու զանգերը խփում, որ կան քայքայիչ աղանդներ, որոնք այս քրիստոնեությունը պառակտում են, մեր հոտը, հա, պառակտում են, ամեն մեկը տանում է իր հոտը, իր տասանորդով, իր քարոզով, աստվածաշնչյան իր տարբերակով։ Բա այդ վեհափառ սրբազաններ ուր էին այդ ժամանակ 30 տարուց ավել 90-ականներից սկսած Հայաստանում սկսեցին տիրել սեկտաները բոլոր տեսակի եւ զբաղվել հոգեվորսությամբ, հա, մարդկանց գողանալ տանել։ Բա այդ ժամանակ ինչու էս ամեն ինչը չկար, ինչ շատ հետաքրքիր է։ Եթե մենք այսօր խոսում ենք, որ եկեղեցին մեր կողք գնա, իրականում ես շատ կուզենայի, որ միշտ եկեղեցին մեր կողքը լիներ։ Ես եկեղեցու այս բազմահարյուր սպասավորներին երբևէ չտեսա, երբ որ Հակարի կամրջի մի կողմում ադրբեջանցի էկոակտիվիստներն էին, լավ, մենք չունենք էկոակտիվիստ, գրանտ չէին ստացել, որ գնային, տերտերներն էլ ում գրանտով չեն աշխատում, թե ընդեմ խաչհամբյուր չկար, ուր էին խաչը առած, այն սրբազան իրա վերքոտ ոտերով, բոլոր այդ գրքերն առած, այդ անտուրաժ, այդ դեկորները ապահովելով, բա ուր էին, թող 500 հոգի տերտեր գնար, Հակարի մոստի այս կողմը կանգներ, ասեր մենք կմեռնենք,
հավատալով, որ ոնց որ Պողոսին ու Պետրոսին Աստված իրանց կփրկի, բայց դա իրանց ճանապարհն է հավատքի, որտեղ այն ժամանակ էին հասկանում, որ գնում էր մեր քրիստոնեության ոչնչացման պատերազմ։ Ինչի այն ժամանակ էս նաբատ խփելու ժամանակը չէր, որ հասկանում էին, որ Շուշիում եկեղեցիները քանդվելու են, տապանակարերը պղծվելու են, որ մեր հայ լինելը վտանգված է, թե այն ժամանակ շոու ծրագրի սցենարով նման շոու ծրագիր չկար, եւ ինձ համար սա անընդունելի է, այս երկու ստեկ կատարվածը։ Իմ մոտ տպավորությունն է, որ Նիկոլ Փաշինյանը, երբ որ 18 թվին հեղափոխություններ անում ու հայտարարում էր, որ լինելու է դատավորների վեթինգ լուստրացա, հիմա սրբազան վեթինգ ենք իրականացնում։ Դատավորներին թողել ենք մի կողմ, իրանք էլ են այդ սևն ու ըստ էության դատավորն էլ հոգևորական էլ այդ նույն սև շորերն են հագնում, ուղղակի նա մուրջ ունի ձեռը, սա խաչ։ Այսինքն մուրջը թողեցին մի կողմ դատավորի ձեռը ու եկան եկեղեցի։ Սա ինձ համար նամանավանդ այստեղ պահի խնդիր է։ Այս պահին ինձ համար սա անընդունելի է։ Եվ մի բան էլ ասեմ, եթե հետո հարց կունենաք, եւ ինձ համար տարօրինակ է, ես ինչ եմ ասում, սցենար։ Եվ սցենարի հերթական մասն է, ինչ որ մեկի մտի սրբադասեն, ինչ որ մեկը մտի մանդատ ստանա, ինչ որ մեկի ցածր հեղինակությունը մտի բարձրացնեն, մեր ազգը սիրում է գնա մերի արի սիրեմ, տառապող մարդուն դուդուկ առնի գնա կողքը կանգնի, ասի վայ այս մարդը տառապեց, ով մտավ քրեակատարողական հիմնարկ, ժողովուրդը սկսեց խիստ սիրել իրանց։ Ես չգիտեմ հիմա ասենց գողական սերնա, ենթամշակույթի սերնա, թե երբ որ մենք տառապած ազգ ենք, իրանք երբ որ տառապյալ են տենում նոր են սկսում բան անել, օրինակ իմ համար ես էլի եմ ասում, որ սա ինձ համար սցենարի մի մասն է, ասեմ ինչի համար, ելնելով այս վերջի հայտարարություններից, որ 24 թվականի ձայնագրություններ հրապարակվել, հիմա դե դրանք իրական են, իրական չեն, ինձ ճիշտն ասած շատ չի հետաքրքրում, որտեվ այսօր 25 թվականն է, եւ իմ դիրքորոշումը այդ սրբազան Բագրատի նկատմամբ ես դեռ անցյալ տարի եմ ասել, 2 ամիս լռել եմ, քանի ինքը տենց ոտերը ցավալով խաչը պաչել տալով քայլում էր, որ չասեն, որ այս մարդը տեսեք, ինքը խոսած, ինքը խանգարեց, միշտ վերջում քավության նոխազ են ման գալիս։ Ես 2 ամիս լռել եմ եւ անցյալ տարի հենց 3-վա օրը ես խոսել եմ Բագրատ Սրբազանի նկատմամբ իմ դիրքորոշման մասին։ Հիմա, եթե Մարինա Պողոսյանը, դուք, մենք բոլորս տեսել ենք, չէ՞ Բագրատ Սրբազանին, եթե մենք երկուսով տեսել ենք, վստահաբար դատախազություն, քննչական կոմիտե, ԱԱԾ, ՊՊՑ, ԿԿՑ, ես չգիտեմ, քանի ԱԳԼՃԿ, ինչ ունեն, սա տեսել էին այդ։ Հիմա եթե այս մարդը տերորիստ է, ահաբեկիչ է, ու ընդհանրապես մեր բոլոր սպասավորները եկեղեցու մի մասը տերորիստներ են, այնտեղ չգիտեմ ինչ են փնտրում եւ այլն եւ այլն։ Դա եղել է մի տարի առաջ։ Այսինքն այսօր մեր իշխանությունը եւ իրավապահ համակարգը դեռ մի տարի առաջ տեղեկանալով թե մեզ ինչ ահաբեկչություն է սպառնում, ինձ թողելա վտանգի մեջ, ձեզ թողելա վտանգի մեջ, սա ես հիմա այդ եմ ուզում հասկանամ, կամ իրանք Բագրատ Սրբազանի այդ պայմանավորվածությունն են, որ այս մի տարվա մեջ տերակտ չի անելու, դրա համար տենց իրանք էլ հանգիստ քնել են, ասել են Մարինա ջան, դու էլ հանգիստ քնի, չի լինելու տերակտ, այ ելնելու է 25 թվականին, 26 թվականի ընտրությունների նախաշեմին, այ հուլիս ամսվանից կամ հունիսի վերջից, հիմա սրանք ում են ձեռ առնում, մենք բոլորս գրագետ մարդիկ ենք, հիմա ես հարց եմ ուղում ամբողջ հանրությանը, հարց եմ ուղում Աննա Վարդապետյանին, հարց եմ ուղում այսօր Անդրանիկ Սիմոնյանն է, հա, պաշտոնակատարը, քննչական կոմիտե Արտուր Պողոսյանին, եւ ուզում եմ հասկանամ, արդյոք հենց այսօր սենց եղավ ու գնացին գտան։ Եթե այսօր են գտել, ուրեմն առավել եւս բոլորը պիտի դատվեն։ Ուրեմն իրանք 24 թվականին ընդհանրապես չեն աշխատել, որ իրանք քթի տակ ահաբեկիչ Բագրատը մի 5000 ահաբեկիչի հետ գալիս էր Երևան։
Այսինքն ԱԱԾ-ն կոնկրետ չի աշխատել այդ ժամանակ, տարեք դատեք ԱԱԾ տնօրենին, որովհետև մեր կյանքը իրանք վտանգել են։ Եթե նորա, իսկ եթե իրանք մի տարի իմացել են, հանցանքի մասին իմանալ եւ լռելը դա նշանակում է հանցակցել։ Միգուցե այդտեղ Քարամյանի ֆակտորն ա եղել եկեղեցուն մոտ կանգնած Քարամյանի իր ծագումով, չգիտեմ, հայրը հայրացու է, ես չգիտեմ իր ոչ ինքը ոչ իր կյանքը ինձ ընդհանրապես չի հետաքրքրել, բայց հիմա պետք է հասկանալ, եթե Քարամյանը իմացել է եւ լռել է, պարոն Նիկոլ Փաշինյան, մի հատ SMS իրան ուղարկեք շտաբի մեջ ու տարեք կալանավորեք, որովհետեւ եւ Աբազյանին պետք է ուղարկեք, որովհետեւ մի տարի մեզ փաստորեն սրանք թողել են վտանգի մեջ։ Իսկ եթե մի տարի չեն թողել վտանգի մեջ, ուրեմն սա ֆալսիֆիկացիա կամ ինսցենիրովկա, կամ եթե ես մի տարվա մեջ չեն իմացել, ուրեմն դրանց պետքա դատել ոչ թե հանցակցության համար, այլ անփութության համար։ Հիմա, եթե ես սրանցից որևէ մեկը քրեական պատասխանատվության սրակամների համար չի ենթարկվի, ուրեմն նշանակում է սա իսկույստվին ինտելեկտ է, սա ուղղակի պետք է։ Չնայած մյուս կողմից ես երբևէ չեմ կարծել, որ Բագրատ Սրբազանյան դիմությունն է ելնելով իր եւ Աննա Հակոբյանի ջերմագույն հարաբերություններից եւ այն փաստից ես հա կրկնում եմ, նորից եմ կրկնում, որ վերջինս երկար ժամանակ եղել է այն փողաբեր ժամանակ, երբ որ ամբողջ աշխարհից գումարներ էին ուղարկում պատերազմի ժամանակ, այդ ֆոնդի հիմնադիր տնօրենը չի կարող պատահի, որ հիմա դուք աշխատում եք Օրագիր Նյուզում։ Ինչքան էլ դուք հիմա ձեր ղեկավարի հետ հարաբերվում եք։ Հիմա պատկերացնում եք ինչ անբարոյականություն կլինի, եթե դուք վաղը ստեղ չաշխատեք, ասեք ես դեռպես Օրագիր Նյուզի հետ կապ չեմ ունեցել։ Վայ Գևորգի ով է, ես իրան չեմ ճանաչում։ Լուրջ այտենց օրաթերթ կա, սա ուրեմն կամ անմեղ սենակություն է, կամ խաղում են հասարակ ժողովրդի էմոցիաների վրա։ Եվ մի բան էլ ասեմ, ես շատ երկար մանալով, որտեղ մենք բոլորս էմոցիոնալ ենք, այն որ այսօր եկեղեցու սպասավորներին նույնականացնում են քրիստոնեության հետ, սա պաղծություն է, որովհետև ես հենց հիմա ասում եմ, բա դատավորները, որ կաշառք են վերցնում, դատավորներին էլ արդարադատության հետ են կամ արդարության հետ են մենք նույնականացնում։ Կա օրենք, կա արդարադատություն, բայց այս մի դատավորը կարող է շան ծնունդ լինի, չէ շունը ափսոս է, շուն շատ եմ սիրում, չգիտեմ ինչի ծնունդ, փողը վերցնի ապօրինի դատական ակտ կայացնի, այն մի դատավորը կա, բայց մենք չենք ասում, որ եթե մի դատավորը ստահակ է, կամ կաշառակեր է, ամբողջ համակարգը մենք փակում ենք ու գնում ենք դեպի այլ արժե համակարգ։ Հիմա սրա միտումը մեր համար պարզ է։ Սկզբից իմի բերենք, մեր հավատքը պառակտվեց աղանդների միջոցով, ամեն աղանդի հովիվ ոնց շվածն է, աղանդիկները հետևից գնալու են, եթե վաղ ասի մենք գնում ենք, որտեվ Մոհամեդն էր ավելի լավ, քան թե չգիտեմ եսի ինչ ընդեղ են, այսինքն սկզբից թուլացրեցին մեր եկեղեցին ու եկեղեցին լուռ էր։ Այստեղ ես հարց ունեմ վեհափառ, սրբազան, չգիտեմ, սրբադասերին, կուսակրոն, չկուսակրոններին, բա ինչի են իրանք լուռ, երբ որ մեր հավատքը պառակտվում էր եւ մասերի էր բաժանվում։ Եվ մյուս ամենակարևոր հարցը թե իմի բերենք, ինչի մեր իրավապահ համակարգը մի տարի թողել է մեզ վտանգի մեջ, ահաբեկիչների վտանգի մեջ, մեզ երեխաներից, որ ուզում էին մեզ գյուլեն, սպանեն, դա եւ երրորդը, եթե դրա մասին իմացել են եւ չեն ասել, այդ մարդիկ ինչի մինչև այսօր քրեական պատասխանատվության չեն ենթարկվել, ինչի Նիկոլ Փաշինյանը մի SMS-ը իրաց չի ուղարկում, թող ուղարկի։ Տիկին Պողոսյան, Բագրատ Սրբազանի ձերբակալության համատեքստում իշխանությունները պնդում են, որ կանխվել է արդեն դուք էլ ձեր խոսքում նշեցիք հեղաշրջման փորձը, շատերն անգամ սա համեմատում են հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ, առհասարակ ձեզ համար այս ենթադրյալ հեղաշրջումը արժանահավատ է եւ Բագրատ Սրբազանը կարող էր արդյոք ահաբեկչություն պատրաստել ձեր գնահատմամբ։ Ուրեմն նախ երբ որ հոկտեմբերի 27-ի անուն են տալիս, ես կարծում եմ, որ իրավունք չունեն այդ անունը տան, որովհետև եթե հոկտեմբերի 27-ը չի, բացահայտվել, ասինքն
չբացահայտվածի հետ համեմատում ենք մի չբացահայտված հեղաշրջումը, համեմատում ենք մի չբացահայտվածի հետ։ Իսկ երկու անորոշ մեծություններով մենք որոշում ենք մաթեմատիկական հավասարում գրենք։ Ես չեմ կարող, որովհետև նույն Նիկոլ Փաշինյանի առաջին խոստումներից մեկը հոկտեմբերի 27 բացահայտելն էր, բայց արի ու տես, որ Նիկոլ Փաշինյանի օրոք մի սուբյեկտ Յուրի Բադալյան անունով զինդատախազության աշխատակից, որի տիկինը դատավորը, ասում էր, որ հոկտեմբերի 27-ը փագել եմ մեռած զինվորների գործնինչա, որ չփագեմ։ Հիմա ես էլ այս հարցը ունեմ, ինչի դրան մարդիկ չեն անդրադառնում, եթե հոկտեմբերի 27-ը կարևոր էր։ Հիմա հոկտեմբերի 27-ը սցենարի մի մասն էր, որ մենք գանք այսօր այս դռանը կանգնենք, թե Նաիրի Հունանյան էր, թե որի տեղը ես չգիտեմ, ինչ որ մեկ իրան տեսել է, թե չէ, բացի մի հոգուց, որ հայտարարում է, մի հոգուց ցուցմունքն էլ չի անցնում ոչ միտեղ։ Ես մանավանդ եթե կարդացել եմ, ասում են, այո, սա այնպիսի մի տերակտ էր, գալու են ազգային ժողով, բոլորի սպանեն։ Բա դուք մի տարի, Ալեն Սիմոնյան, դու մի տարի իմացել ես, որ Բագրատ Սրբազանը գա քեզ ազգային ժողովում սպանի, այդ հիվանդ ոտերով սուբյեկտը։ Ու դուք ոչ մի բան չեք արել։ Կա, ուրեմն եթե դու չես իմացել, քեզ Քարամյանը խաբել է, Ալեն Սիմոնյան, խաբել է, ասել է everything is okay, իմ papan տերտերը, բան, սաղ լավ է, չէ, ուզում եմ իմանամ։ Բա հիմա այդ Քարամյանին խիչեք սենց բռնում, բերեք ազգային ժողով, ասեք ընկեր ջան, այս դու ով ես։ Դու ուզում ես հոկտեմբերի 27 անես, մեզ ազնիվ պատգամավորներից Բագրատը մտներ, ուզիներով, հեկլեր կողերով սպաներ։ Հիմա իմոտ այս հարցն առաջամ, ոչ մի բանի իրանց ասածը տրամաբանության մեջ չի մտնում տրամաբանության մեջ որևէ։ Շատերի կարծիքով ծիծաղելի է, որ 2008-ի մարտի 1-ին հեղաշրջման փորձ կատարող Նիկոլ Փաշինյանն այժմ հպարտանում է իբրև թե հեղաշրջում կանխելով։ Դուք ինչ կասեք այս մասով։ Բայց 2018-ին ինչ ա եղել։ 2008-ի մարտի։ 2008-ի մարտը հասկացանք, բայց մենք ավելի ուշ ժամանակագրություն էլ ունենք։ Բա 2018-ը ինչն էր։ Հեղաշրջում էր, հեղափոխություններ Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ, հա? Բայց Սերժ Սարգսյանը այսօր թելադրողի կարգավիճակում է, բա այն մարդիկ, լիքը մարդիկ, որ պայքարել են իրականում այդ ռեժիմի դեմ, այսօր բանտարկված են։ Հիմա այդ նույն ձևի կարելի ասել ռադիոտուն մտնելը տերակտ էր, թե չէ։ Ուզում եմ այդ հասկանամ։ Ու ընդհանրապես այդ ահաբեկչություն բառը էժանացրել են, ահաբեկչություն բառը, քաղբանտարկյալ բառը։ Ես մի հատ քաղբանտարկյալ գիտեմ, Շանթն ա եղել։ Այս մնացածները կիսագրագետ, կիսատգետ, իսկ իրանց էլ որ հարցնես ոչ գաղափարախոսություն ունեն, ոչ իմ ասրանց քաղբանտարկյալը ո՞րն է։ Թե բանա օլիգարխների սրբադասման գործընթացը սկսել։ Հիմա էլ հեծաման ենք դարել բոլորս։ Ասենք փողոցում ասում են Սամվել Կարապետյանը կգա կփրկի։ Հիմա ուզում եմ ջոկեմ, այդ որ իր նկարը եկեղեցու պատին կապցրել էին, ինքը դարել է փրկիչ դրանից հետո, հա։ Ախր մեր ժողովրդի հիշողությունը շատ կարճ է իրականում։ Կարող է Նիկոլի հիշողությունն էլ է կարճ, ինքը չի հիշում։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, 2008-ին Նիկոլ Փաշինյանը գոռում էր դուրս եկեք փողոց ջարդեք, փշրեք, թափեք եւ այլն Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Հիմա բոլորը մոռացել են, Լևոն Տեր-Պետրոսյանը սրբադասվել է, ասում է ես ընդհանրապես вообще ни при чем։ Նիկոլ Փաշինյանն ու կինն էլ թիրախավորում են Լևոն Տեր-Պետրոսյանին հիմա։ Հիմա նայեք ինչ է ստացվում։ Սա երևի թե բումերանգի օրենքն է ըստ էության սկսում գործել, կամ ուղղակի սիրուն շոու ծրագիր է, որ մարդկանց բանան է, որտեղ մենք Լևոն Տեր-Պետրոսյանի ու Նիկոլ Փաշինյանի, այս էլ 1915 թիվը չի էլի։ Ամեն ինչ վավերագրված կա, չէ, որ Նիկոլը ոնց էր գոռում Լևոն մինչև վերջ, նա գոռում էր Նիկոլ մինչև սկիզբ։ Ես զարմանում եմ, որ մեր ժողովուրդը, օրինակ ես հիմա ավելի էլի եմ ասում, մենք պետքա խորքը նայենք։ Հիվանդությունը չպետք է բուժենք, մարդուն պետք է բուժենք, օրգանիզմը, որտեվ հիմա սենց կասում են, «Վсё, մեզ մահմեդականացնում են, դուք նոր եք մահմեդականացել,
Դուք նոր եք մամեդականացել։ Հələ մի հատ ես առավոտները իջնում եմ Սուրբ Հովանես եկեղեցի։ Առավոտյան ժամերկության մարդ չկա։ Գնում են խաղող օժնեկին, խաղողը տանեն, հետո մի բան վերցնեն, օժնած ջուր վերցնեն, օժնած խաղող վերցնեն, մի հատ նուր տանեն, կամ ձևական, այնտեղ մեկին խփում, մարդեն սպանում, գալիս են եկեղեցում, խաչակնքվում, այն մեկը վաբշե սարի վրա ուզում է Հիսուսի արցան կանացնի, երբ որ պատվիրանների մեջ է գրած, որ կուռք մի սարքեք ձեր համար։ Բայց մեր ազգը մնացել է կռապաշտ, մի մասը Դոդա պաշտա, մի մասը Լեֆիկա պաշտա, մի մասը Նիկոլա պաշտա, մի մասը Ռոբեր Քոչարյանա պաշտա, մի մարդա պաշտ, որի մարդիկ ընդեղ են, որն ասում է ես հայր մերը չգիտեմ, բառ դու հայր մերը չգիտես, բայց մենք է հայր քոնը իմանանք, հա? Այսինքն այս էժան դերասանությունը իրականում վերջ տալ է պետք։ Մեր ժողովուրդ ուղղակի շոու սիրում է, կամ ուզում է իրանց զբաղացնի, կամ գիտեք ինչ, sense տեղեր ա գնում, հետո ասում է, որ ես գնացի մասնակցեցի, ինչին մասնակցեցի։ Հիմա Աջապանյանին տարան, եթե պիտի տանեն, sense տենես պիտի տանեն։ Բայց տանել պետք չէ։ Երբ որ մարդուն կանչվեն, մարդը կարա ինքնակամում են, մենք ենք մեր սարերը չի, որ սարից գոռանի, ասենք կանչել են վերկած գնա, մեկը, եթե այս պետությունը, որին դու եկեղեցի թույլ ես տվել, քո թուլությամբ, քո կռանալով, հա, որ քո հետ սենց վարվի, դուք պատկերացնում եք մամեդական աշխարհում ԱԱԾ-ն գնա մոլատանի, չի մոտիկանա, բայց ստեղ, քանի որ եկեղեցու ատամները 30 տարուց ավել է հաշված, որովհետև փողով ամուսինների նկար են կպցնում պատին, փողով կնքում են, փողով թաղում, այդ Սուրբ Հովանես եկեղեցին դառել է թաղման բյուրո, այսինքն մարդը մտնում է Աստծո հետ հարաբերվելու, հարաբերվում է հանգուցյալի հետ, այ եկեղեցին իրա տեղում չի, Սուրբ Մարիանն է եկեղեցին աշտարակում կամ Սուրբ Մարին է, Այն մասը, որտեղ մարդ մոմ էր վառում, եւ ինքը հարաբերվում Աստծո հետ, սարքել են տերտերի հանդերձարան։ Բա որ ինչ։ Այսինքն եկեղեցիները դարձրել են մոմավարճարության կրպակներ, մոմածախ կրպակներ, հասկանում եք։ Այսինքն եկեղեցին ինքը թուլացել է, գիշատիչներն էլ վրան հարցակվել են, միշտ զոհի վրա հարցակվում են այն ժամանակ, երբ որ զոհը թուլանում է, իսկ ես գիտեք ժողովրդին տանել ստեղ, ընդեղ, սա ժողովրդին սրբազան դվաշարժումն է սա ժողովրդին հոգնացնելու, որ արդեն ի վերջո ասի դե լավ մեկա դուրս գանք, դուրս չգանք նույնը չարեց այդ սրբազանին, քրեական պատասխանատվության է պետք ենթարկել խարդախության, խաբեության համար, ոչ թե, չգիտեմ, ընդ տերակտ, մերակտ, այդ խաբեության համար։ Մի ամբողջ ժողովուրդ, եթե մարդ մեկին խաբում է, ասում է արի գնանք քեզ կակա կառնեմ, տանում բռնաբարում է, տանում են բռնաբարության համար են դատում։ Եթե ասում է արի գնանք ես փողը տուր կակա առնեմ, մի տարի հետո փողդ կտամ, դատում են, ասում են խարդախությունը։ 60, 70, 100,000 ժողովրդի խաբեց, ասեց եկեք գնում ենք, կես ժամվա մեջ հեղափոխություն ենք անում, հիմա սրան խաբեության համար ինչի չեն դատում, 1, երկրորդը սրբազան է ուզում Նիկոլը դատի, թող ֆինանսական հոսքերը նայի, ոչ թե սարքեն արհեստական քաղբանտարկյալ եւ սրբազանի կածիրով կամ բարձրանա, ոնց որ բիրժայում խաղանք մենք, ում տանում են այնտեղ մի անգամից դառնում, հասկանում եք, եթե ուզում այս սրբազան դատեն, թող այդ ֆինանսական հոսքերը, թող հակակոռուպցիոն կոմիտեն ասի, այս տուն ինչով է սարքել սրբազան ջան, ինչով էլի, ոնց է ստացվում դու, ինչով ես այս գումարները, Աննա Հակոբյանի ֆոնդից ես տարել արդյոք Ես մի հատ խաչակնքեն ասեն, դե մի հատ աստվածաշնչի վրա երդվի, որ այդ տեղից չես գողաց է տարել, որ խաչհամբյուրով չես տարել։ Իրանց տեղում չեն շատերը։ Նրանք չեն հասկանում, որ իրանք սպասավոր են։ Իրանք եկեղեցու սպասավոր են։ Աստոտան սպասավորներ են։ Ոչ թե իրանք բանա կոոպերատիվա մարդկանցից փող վերցնելու
տարիֆով կարան լիստեում գրեն թաղում ես կան, հա ինչ եք ժպտում, մի օր մտեք Սուրբ Հովանես, տեսեք, կա տենց օր, որ հուղարկավորություն չլինի ու ինչ արժի դա, այ եկեղեցին թույլ տվեց, եթե եկեղեցին լիներ տեղ, որ մեզ այս 30 տարվա մեջ համախմբեր, չթողեր, որ սեկտանտներ հայտնվեն մարդու շորերից քաշեն տանեն այդ սեկտաները, այլ համախմբեր նաբատը խփեր ասեր ինչ աղանդ, ես եմ հավատքի տերը այս երկրում, ես եմ հավատք թելադրողը, պետություն դու իմ գործերին մի խառնվի ու այդ մի գրանցի պետրեգիստրում այդ աղանդները, որևէ մեկը բացի հայ առաքելական եկեղեցուց տեղ, հիմա կասեն, հիմա տակը տենց կան է կգրեն, խղճի ազատություն, կրոնական ազատություն, կա բան այստեղ մզկիթ, եթե տենց կրոնակ գնացեք ձեր մզկիթը, կա գառնի տաճար, ես հեթանոց շատ ընկերներ ունեմ, շատ հարգում եմ, խնդրեմ գնացեք այնտեղ, բայց սա եկեղեցուց պոկված սեկտաներ են, հասկանում ես, եկեղեցին ինքը մեզ 30 տարվա մեջ, մենք 2021 թվականի տվյալներով ունենք 331 հազար սեկտանտ, այսինքն դա ընտրած զանգվածն է, որտեղ սրանք ասում են ճտ, ձեռնադրում են սատանային մեջներից հանում, հասել են 21-րդ դար, հրը սրանց մեջից սատան հանում ցույց են, ասում են սատանան դուս եկավ, պլաշ են պտտացնում, այսենց մարդկանց ապուշացնելով ու եկեղեցին ու այդ վեհափառը, որ հիմա ժողովուրդը ասում է վեհափառ ջան, վեհափառ, այդ վեհափառը այն ժամանակ, այո, եկեղեցին եւ պետությունը անջատեն, ինչի չգնաց մի լայն սիլատար այդ աղանդավորներին ու ասեր այս երկրում քրիստոնեությունը 1700 տարի ես եմ ու վերջ թույլ տվեցին թուլացավ եկեղեցին թուլացավ ու թույլ տվեց որ ԱԱԾ-ն այսօր մտնի վեհարան իրանց թողտվությամբ ա եղել այդ ոչ ես ոչ դուք են կարել իրանց թողտվությամբ քանի անգամ տեսակ այդ նույն եկեղեցականներին որ թողնեն եկեղեցում մի սպասավոր ասեն մենք բոլորս գնում ենք Արցախ ոչ թե պատերազմելու իհարկե այնտեղ եղել են չէ գնում ենք այնտեղ կանգնենք Ընդհանրապես գնում ենք դպրոցներ, երեխաներին սովորացնենք աստուտաս պատվիրանները, սովորացնենք քրիստոնեություն, ցանկացած երեխա մահմեդական հələ կանգնացրա, ինքը կասի այն, ինչ որ Մոհամեդը իրան սովորացրել, չեմ խոսում Իսրայելի մասին, տորան գլխների տակ քնում են, մենք որպես թույլ օղակ, այսօր թույլ տվեցինք այս անպատկառությունը, որ ամբողջ աշխարհ մեր վրա ծիծաղա, որ մեր տերտերները բոլորը ահաբեկի չեն, լեզու դնենք Ալիևի բերանը, որ ասի, էս չի ձեր հավատը, ձեր տերորիստ տերտերներով, եւ սա է, նույնիսկ ասենք դեսպանատներ կա արդեն բան են, չէ, դնում ասում են ուժստաչենյան Սահմանափակումներ են դրել, այո, որ տերորիզմի դեմ պայքարի բան, այս մարդիկ, դուք հասկանում եք, այսօր հայ ազգին ծնկի բերեցին եւ ստեղ հավասարապես մեղավոր է եւ եկեղեցին եւ ժողովուրդը դե իշխանությունների մասին խոսալու չկա, որտեւ իշխանությանը հարցեր կա, այս հարցերի պատասխանը մինչեւ ես չստանամ, այդ ահաբեկիչ չեր գիտեիք, չգիտեք Մենք էլ ասելու բան չունենք, իսկ անընդհատ մանիպուլացնել մարտի 1 հոկտեմբերի 27, ու մարտի 1-ն էլ է ձեր ձեռով եղել, հոկտեմբերի 27-ն է, ձեր ժամանակ ա եղել, ձեր մասնակցությամբ ա եղել, թե ձեր մասնակցությունը ինչքան էր, այն ժամանակ, երբ որ այս հավատացյալ ազգը Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարող է, որ մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ էի, Բացի ընդդիմությունից որ պամիդորով ու ձվով խփում էր Քոչարյանի փողով թիմից, մարդ չկար, բա ուր էր այդ հավատացյալ ու քրիստոնյա ազգը, որտեվ շոու չկար։ Ես չեմ կարող այս հասկանամ, սրանք չեն հասկանում, որ մենք այս շոյերով կործանվում ենք։ Սրա փոխարեն, երբ որ Արցախը օրհասական վիճակի էր, ինչի համատարածք աղոթքի օր չարեցին, նաբատը խփեին, ասեին ազգովի 3 օր ծոմ ենք պահում, եթե տենց հավատացյալ են, եթե Աստվածաշունչ են կարդացել։ Սրանց 90%-ը սկի Աստվածաշունչը չգիտի, սև է, կարմիր է, թե կապույտ է։ Կայֆա գնում են, լավա գնում են ընդ բան, որ իրանք եսիմով են, բա այդ որը տենց Աստվածաշունչ կարդացել էին։ Ինչի ծոմ չպահեցինք, Էսթերի գիրքը կարդային, աղոթ կանեինք,
մեր Արցախը փրկեինք, եթե մենք տենց հավատացյալ ազգ ենք, կամ որ հիմա էլի հետ գամ էս օլիգարխներին ում տանում գցում են, իրանք սուրբ են շատ լավ է, հոբի գիրքը թող կարդան, հիմա ինչ ունեն չունեն թող կորցնեն, եւ էլի ասեն այո Տեր Աստված, ոչ թե իրանք հավատացյալ են, որ փողով իրա ու իրա կնգան նկարը տարե պատին են կպցրել, բա եթե քրիստոնյա են, քրիստոնյան դե հասկանա, որ ինքը հոբի կարգավիճակում էլ պետքա լինի, սատանան անդադ գասի հեծն եմ տանում, ինք ասի հեծն է քեզ, ասի ձեր կալուգայի տունն եմ տանում, ասի էդ է քեզ, մանումենտի տունդ եմ տանում, ասի ոչինչ, տնեցիկիդ եմ տանում, ասի ոչինչ, ես Աստված եմ հավատում, այդ Աստվածա, բավա էս բառը Աստծու անունը չի ներելու, մեր մոտ արհավիրք ալնելու, կամ երկրաշարժ ալնելու, կամ ինչ-որ մի վատ բան ալնելու, որտև մենք անընդմեջ մանիպուլյացիայով եւ խաբեությամբ ենք զբաղված։ Ես էլ եմ ասում ժողովուրդը խատ էս նեղվում, որ Սամվել Կարապետյանը ընդեղա։ Այդ հոբը, եթե տենց ինքը հավատացյալ է իր նկարը պատին, այդ հոբը քանի դեկլարացիա գրեց կամ նամակներ էր գրում, հոբ ասում էր այո սպասեք, մենք գալու ենք հեղաշրջում անենք, ասում էր ոչինչ, ուրեմն Աստված ինձ այս բոլոր փորձությունները տվել է, որ ասեմ, սխալ եմ ասում, բա հիմա ինչ են կանել, այդ տենց էժան մանիպուլյացիաների հետևից եւ քաղ բանտարկյալ անունն են ապականել եւ Աստծո անունն են պատե անպատե տալիս եւ եկեղեցու ոնց որ եկեղեցու դասը իջացրեցին, հա, երևի բառը ճիշտ չասեցի, հա, եկեղեցու տեղը իջացրեցին։ Բայց իջացրեցին սրբազանով, այդ որ տենց եկավ մարդկանց խափեց, ինքը 60-70 հազար մարդու խափեց ու թռավ, բա ինքը ով է, այն մարդը, որ մեկին խափում է, դուրսը փողա վերցում, ասում են կցողա, հիմա սրբազանը ով է, եթե չէր կարողանալու հեղափոխություններ անում, հեղաշրջում, հեսա մենք կես ժամ, 10 հիշում եք, բանը սեկունդամերն առած 10, 9, 8, 7, մեկ, բայ ոտերս ցամա գնում են պարկում, մեզ գժի տեղեր դրե։ Այս ամբողջից նողկանք եմ ապրում։ Տիկին Պողոսյան, շատերը հայ առաքելական եկեղեցու դեմ այս ամոթալի արշավի մեջ նաև թուրք-ադրբեջանական հետք են տեսնում եւ ըստ ձեզ ինչու Նիկոլ Փաշինյան իշխանության գալուց 7 տարի անց միայն հիշեց եւ ցանկացավ պարզել կաթողիկոսը զավակ ունի թե չէ, ինչ նպատակով է սա արվում։ Ես դա լուրջ չեմ ընդունում եւ նորից հետ են գալիս իմ ասածին, որ այս ամբողջը ծրագրված process էր, բա հոմից առաջ օրը եթե ռադիոտուններ վերցնում չէր ասելու, որ ես հիմա գնալու եմ կաթողիկոսի կուսակրոնությունը կամ Արցախը հանձնելու եմ։ Տեսեք, այդ հարցը ձեզ հետաքրքրում է, ես հանդիպակաց հարց կասեմ, բա ինչի 7 տարի առաջ չասեց, որ ասում եմ մոռացել է ասեմ, որ Արցախը Ադրբեջան էր։ Բա երբ էլ է մոռացել նա կուսակրոնա, թե չէ, ասենք չի ստուգե վարտիքը տենա մեջը հետքեր կան, թե չէ։ Այսինքն սա ընդամենը, նայեք, ուրեմն ցանկացած հա մենք երկուսով կին ենք, եթե դուք պետքա ճաշ պատրաստեք, սկզբից մանր կտրատում եք, այսինքն անում եք, պատրաստում եք ամեն ինչ, հետո նոր սկսում եք ճաշը էփել։ Հիմա այս 7 տարվա մեջ սաղ ճաշերն էփեցին եւ ամենավերջի հարվածը, նայեք, մեր հավատքն էր, որովհետև մեր ժողովուրդը դարեր, տարիներ շարունակ ինչն է իրան պահել է իր եկեղեցին եւ իր ատելությունը թուրքերի նկատմամբ, թուրք ես չգիտեմ ինչ ազգ են դրանց նկատմամբ։ Հիմա եւ դա դրսեւորվել է նաեւ, ասենք, դեպ Արցախը, որտեղ միշտ եղել է մուսուլմանական շրջապատի կողմում, այսինքն այդ շատ լավ էս մանիպուլատորները որպես խաղաքարտ օգտագործեցին, Արցախի էջը փակեցին, այլևս բան չկա, որ ժողովրդին կարողանաս ստորացնես վերջնական եւ այլն եւ ոտի հանես, սրբազանով փորձեցին մի հատ ոտի հանել, պտտացնել գնա, էլ դժվար է այդքան մարդ հավաքվի, մենք էլ ենք շատ լավ հասկանում, այսինքն այդ սրբազանի դուրս գալը ում ձեռք տվեց։ Թողնենք լիքը բազմակետեր, թող սրբազանը ասի իր կապերը, ում ձեռք տվեց իշխանություններին, որ էլ այդքան մարդ չի դուրս գալու, ոնց որ եւ են իշխան բան այդ բոլոր այդ որ այսօր սենց կուրծք են ծեծում, պալատկան խփեցին, բերեցին կերը։ Այն շարժում, ես չգիտեմ, հա բանը մոլեկուլային ավելի լավ է անը դնեն բրոնյան խառը շարժում։ Հիմա
այս ամեն ինչը եկավ այդ պատրաստություններ, հա, մանր կտրելու, վերջի բանը եւ մեր ամենամեծ բանը, մեր ինքնությունը, մենք եկեղեցիների կամարների տակ ենք բախկվել, մենք եկեղեցիների մեջ ենք գոյատևել, այդ արդեն մի հարցա թե եկեղեցիները մեհյանների տեղն է սարքվել, թե չէ, ես իմ հեթանոս ընկերներին չեմ ուզում որևէ կերպ վիրավորեմ, որովհետև իրանք թող չվիրավորվեն էլ, մեր ազգի մեծ մասը տենց կռապաշտ է մնացել, որտեվ կուրք են ուզում սարքեն, չէ, Ռոբերտ Քոչարյանի կուրք, սրա կուրք, նրա կուրք, Նիկոլի Սրբազանի կուրք, ասենք Սրբազանին դու ոնց ես կուրք սարքում ու գոռում, որ Սրբազանին Աստծու հետ են արդեն իրանք համեմատում, եւ այս վերջի բանը, որ կարելի է գիտեք անել այն սոսինձը, որ սոսնձել է մեզ 1700 տարի, մենք կուրծք ենք ծեծել, որ մենք, հիմա այդ սոսինձը ապամոնտաժելու եւ վերջնական ժողովրդին կոտրելու, որտեվ մենք ամբողջ աշխարհով խայտարակ եղանք, որտեվ եթե կա նույնիսկ նման բան, կարող են սրբազաններին, տեր հայրերին կանչել այդ մարդիկ գնային ընդեղ կամ իրաց գործողություններ անել, չէ, այս մասովկան էլ է կազմակերպվում, որ ամբողջ աշխարհը տեսնի, թքի մեր երեսին ասի, ես դուք եք 1700 տարվա ազգ։ Իհարկե ամենտեղ կան ստահակներ եւ սպասավորների մեջ եկեղեցի, շատ ավելի շատ են իրավապահ համակարգում, քննչական կոմիտեից բողը գողանում տանում են, բանտեղ սարքեիք մի հատ ցեն շոու պրոյեկտ, չէ՞, շոու պրոյեկտ սարքեիք, սա ամենավատ բանն է, որն էս չէ 7 տարի հետո ուղղակի մի 5 տարի առաջ անընդունելի կլներ, ավելի ժողովուրդը կընդվզեր, կամած Բագրատով էլ չեմ ուզում այդ բառը ասեմ, մեր հավատը չի, հավատը որևէ լույսի նկատմամբ, տարավ ժողովրդին մի 15-20 օր փողերը, отработал деньги, տարավ ման տվեց, բերեց, շպրտեց, էլ դրանից հետո ուրիշ բան չի մնում է, որ մարդը միշտ նեղության մեջ է հայացքը դեպի Աստծուն ուղղում, մեր ազգը նամանավանդ տենց է, մենք մուսուլման չենք, որ օրը 5 անգամ լավ ավատա գնանք աղոթենք, միշտ որ նեղն ենք ընկնում, նոր ասում ենք վայ Տեր Աստված, մինչև այդ սաղ աթեիստ են, հասկանալով, որ ժողովուրդը սկսել է եկեղեցիներ ավելի շատ գնալ ու իրականում դա տենց էր, որոշեցին սա էլ սենց նվաստացնեն վերջնական, բայց Նիկոլ Փաշինյանով չի որոշվում, մի հոգով, մեզնով, մենք ենք թույլ տվել, տեսեք դուք եկել եք աշխատանքի չեք ասի, վայ խիկան սեկտաներ, որը թուլացնում է, են տերտերը գնացել աշխատանքի չի ասել, այսինքն մենք այսօր, մենք այդ բանից չենք հարցրել, ասենք լսի այ տեր Սրբազան, բա որ ասում էր կես ժամ հետո, ինչ եղավ, մեկ իրան այդ հարցը չի տվել, մի հատ լրագրող չի գնացել քաշի մի հատ շորերից, ասի խի խաբեցիր ժողովրդին, իսկ հասկանում եք, այս ամեն ինչը ինքը շատ էժան տպավորություն է, ոնց որ 90-ականներին ժողովրդին զբաղացնում էին Սանտա Բարբարա, Բագատի Տորժը, Պլաչոցը, Ռաբինյա, Իզաուրա եւ տենց տափակ սերիալներով, հետո այն հայկական են այլասերված են, ուղեղի այլասերված, ոչ թե սեքսուալ առումով մի հատ սերիալներ կար, մի հատ աղջիկ էր ինչ որ այդ հեղինակը, սկի չեմ էլ հիշում անդադ լսում է այդ անունը, որ այսինքն այս ամեն ինչը կամած հող նախապատրաստեց, որտեվ եթե դու ուզում ես մարդուն սպանես ու դրա համար պատասխանատվություն չկրես, կարաս տենց կամած վերջում էլ ասես այդ մարդը ինքն իրան մեռավ։ Հիմա մենք այսօր մեր հայրենիքը վերջնական կորցնելու վիճակում ենք։ Ես սրա մասին տարիներով ասել եմ։ Վատը գիտեք ինչն է, խոսում ես մեկը գնում է Քոչարյանական, Սերժական, Նիկոլական։ Հիմա ես այդ բոլորին ասում եմ, ով որ ինձ տենց բան ասի, իր այն ապուպապից սկսած, ես իմ հորական եմ, իմ հորական ու մորական եմ, իմ հողական եմ ես իմ տղայական եմ, իմ որդի նկատի ունեմ, ես ոչ մեկական չեմ, որտեվ իրանք նույնիսկ չկան այդքան, ոչ մեկը,
որ իրանց նկատեմ ու լինեմ, իրանք ոչ Կոնֆուցի են, ոչ Կանտ, կիսատգետ շարլատաններ, որ եկան 30 տարվա մեջ այս երկիրը ավիրեցին շարունակաբար ու հիմա իրար ձեր բռնած գունափոխվելով դիմություն իրանք հասցնում են վերջ մի մարդ որ ասի այս երկրի նախագահ եմ հայրմերը չգիտեմ այդ հայրմերը պետք է վերցնես ու վերջ էլի չասեմ որ ես շատ ծանր եմ այս ամեն ինչը տանում իրականում այս ամեն ինչը նողկալի այս ամեն ինչը երկուստեք թե իրավապահ համակարգի կողմից այդ սև մասկաները բան այնքան գիտեք տպավորությունա որ վատ սերիալ են նայել են Գոր Վարդանյանի Դիանա Գրիգորյանը հիշեցի գրած սերիալներից են նայել ասենք այդ Աջաբանյանը ինչ պիաներ կա կարատեի պրիոմ պետք է աներ բան ասենք այդ գիտեք ինչ հարգանքի ու կարմիր գծեր կա էլի որ չի կարելի անցնել իրականում կարմիր գծեր կա որ չի կարելի անցնել տեսեք ես այսօր այդքան եկեղեցուն ոչ թե քննադատում եմ իրավունք չունեմ ես ոնց որ ուզում եմ ցույց տամ թե ինչի համար եկանք ստեղ բայց մեկը եկեղեցին իմ տունն է դա մեր բոլորիս տունն է էլի ուղղակի ես ցավով եմ ոչ թե չարախնդում եմ ցավով եմ արձանագրում որ այ եկեղեցի այ եթե դու այս բաները չանեիր եթե դու փողով նկար բան չկպցնեիր այսօր ամբողջ ազգը ես Վազգեն առաջինի հետ հանդիպել եմ իմ կյանքում այդ երջանկությունը ինձ եղել է երբ որ ինքը խոսում էր ես գիտեք ոնց որ ըլներ խոսակցությունը Աստծո հետ այ մոտ այդ տպավորություններ բայց մեր եկեղեցին չեմ ուզում ժամանակը խլեմ ձեր ասենք տեսեք մի քանի տարի առաջ էլ են Վովա Գասպարյանն են խաչակնքվող տարբեր լեզուներով Աստծո հետ խոսացողի ժամանակ մի սպասավոր եկավ Էջմիածնից որին վեհապարը ասել էր մի ոտի վրա պետք է անկյուն կանգնես պատարակների ժամանակ որտեվ ինքը ընդվզել էր հիմա ստեղ չի Փարքաստու Ֆրանսիայում է եւ Գասպարյան Վովան կանչել էին 6-րդ վարչություն այն ուզում եմ հիշեմ պետը ով էր եւ ասել են դու այլևս իրավունք չունես այդ շորերը հագնելու բայց ժամանակ ես ումբոստ ժողովուրդը ուր էր որ Վովա Գասպարյանի եսը եւ իր 6-րդ վարչության պետը եթե մեկին հետաքրքրի կարան զանգեն կհիշեմ կանչում են բայն ժամանակ չէին համագործակցում ես որ ասում եմ պետությունն ու եկեղեցին առանձին է այս Նիկոլից չսկսվեց Վովան կարելի տերտերներն իր կողքներ շարել MVD-ի շենքում մոռացել են հետո Քարամյանն է սկիզբ առավ տեղից մոռացել են այս ամեն ինչ այբ որ այս բորշը եփել են խառնել են իրար որևէ մեկը թե Վովայից վախում են որ կարողա ջրցանով հարցակվի վրաները բայն ժամանակ թող այս ժողովուրդ որ սենց հիմա կուրց կա ծեծում այդ նույն վեհապարը ասել Վովա այս տերտերները խես տանում այդտեղ դու ով ես դու ներքին գործերի նախարարություն ես այս սա հարցերը այսօր մոռացվել է այսօր հակամարտությունը ոչ մի հակամարտություն չկա իրանք 4-ն էլ նույնն են պատրաստում են 26 թվականին 4-ով մեզ ունենալ ամբողջ ազգին մենք էլ սուտի մուտի միտինգներով դες դիմադրում ենք առանց հասկանալու թե ինչ ենք անում ու ուր են գնում այո սենց լինելու է ազգի մամեդականացում իցավս ինձ որովհետև եթե ազգը անհավատ է եթե դպրոցում երեխան չի սովորում եթե տանը ինքը աղոթք չի անում եթե գիտեք աղոթքը խոսակցությունը Աստծո հետ պարտադիր չի եթե նույնիսկ այն ալբանացու պես հայրմերը չգիտես գոնե դու քո երեխային պետքա սովորացնես որ ինքը Աստծուց պետքա շնորհակալ լինի ամեն առավոտ արթնանալու համար եւ իր հողի համար ոչ մենակ իր համար ու Աստված լոմբարդ չի էլի մեր մոտ տենց են ընդունում գնում են եկեղեցի մոմ են վարում ասում են Աստված ջան այսօր 50,000 փողա պետք այսինքն երբ որ մեր մոտ այս մտածելակերպը փոխվի որևէ ածը որևէ դիմակով չի կարա եկեղեցու վրա հարցակվի որտեղ ոչ եկեղեցին իր տեղում ոչ իշխանությունները ոչ մենակ էս 90 թվից սկսած իշխանությունները ոչ իրավապահ համակարգը Տիկին Պողոսյան եւ ամփոփելով մեր զրույցը անդրադառնանք նաեւ
մեկ թեմայի, որը էլի շատ քննարկվում է, Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հարցն է եւ Չեղած բաների մասին Ազգային ժողովի անկախ падգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը հիմա էլ որպես վարչապետ առաջարկում են Միքայել arczepiskopos Աջապահյանի տեխնացությունը։ Այո, ինչպես եք վերաբերում սրան։ Մեկ ասում են, դե չեմ էլ ուզում նույնիսկ, նայեք, հիմա նայեք ինչ են, իրանք են թույլ տալիս։ Ես մի քանի անգամ ասել եմ, այսօր էլ եմ ասում, ես չեմ հավատում, որ քրեական օրենսգրքում պետքա լինի բռնաբարություն հոդված, եթե մի կին է եւ մի տղամարդ է, եթե խումբ է եւ մի կին է, հնարավոր է։ Հիմա ասածս բերենք ստեղ, էլի։ Իրանք են ուզում բռնաբարվեն, հետո էլ ասում են, եկեղեցի անջատեք բանեկան հարձակվեցին, դու ինչ գործ ունես, այդ մեկ։ Նողկում եմ այս էժան մանիպուլյացիաներից։ Եվ սա բարձրացնում է Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը, որտեղ ասում են, ախպեր ջան, այ տեր։ Դու դուսկի չես կանում ու եկեղեցում անես այն ինչ որ պետքա դու անես Աստծե։ Գալիս ես թե ինչ վարչապետը հում այն պլոդովը շտորգի կառավարիչ չի, որ բոլորին տանեն հասցնեն վարչապետ։ Այս մեկ, այսինքն իրանք միշտ բերում են այն տեխնացուները, որոնք ի սկզբանե պարտվող են, բայց ասեն, եւ երկրորդը նողկում եմ, ատում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր սկզբից եղել են հեթանոս, հետո դարձել են քրիստոնյա, եղել են քրիստոնյա, հետո դարձել են մահմեդական, եղել են ՔՊ-ական, հիմա դարձել են անկախ, եղել են ՀՀԿ, հետո դարձել են ՔՊ, եղել են Լևոն Տեր-Պետրոսյանական ՀՀՇ, հետո ՀԱԿ, ՄԱԿ, ԲԱԿ, ԾԱԿ, ինչ ասես լսեցինք։ Սրանք ոնց որ շրջիկ խումբ են, թափառախումբ, այն որ կրկեսը գնում է, սենց շրջիկ խումբ է մնում, ցիգանների։ Այսօր ստեղ են, որտե հաց ընդեկած, մեկը դոդական է, հետո դուսա գալ ասում է թքեմ բարգավաճի վրա, դու բարգավաճով կաներես տրուսիկ ես առեհակ է։ Այսօր դու ո՞նց ես թքում այդ բարգ, այդ ես կարամ թքեմ։ Սաղի վրա, որովհետև իրանցից ոչ մեկին ես սկի չգիտեմ էլի, չեմ էլ կարում դաժ ասեմ ոչ աբսցենի լեքսիկայով։ Ոնց, Աղազարյան ու Ասլանյան, դուք Նիկոլի հետույքը պաչելով ման էիք գալի։ Այն վաղտ հոտ չէր գալի, հիմա հոտ է գալի։ Ուզում եմ հասկանամ։ Այսինքն սա էլի եմ ասում։ Ես ոնց հասկանում եմ, մեր երկրից մի 5000 հոգի պետքա վտարել այդ օգտագործված դեպուտանկաներին։ Բոլոր 90-ականից սկսած, ով ընդհանրապես եղել է, բոլորին հեռացնել երկրից։ Տաներ 101 կիլոմետրի վրա միտեղ մի հատ գյուղբան, այ կակրա սեկտա մեկտա թող բացեն, իրանք իրար ապրեն։ Եվ առողջ ուժեր երիտասարդներ կան ի վերջո, մեր ժամանակը գնացել է, նаш պոյզդ ուշոլ, կան երիտասարդներ, կան լուրջ քաղաքագետներ, ասինքն մոտ նես տպավորությունն է, որ այդ կացայից բացի, որ դե սաղ էփվել են տարիներով, ուղակի գթալը վերցնում ենք, այն տակը, որ կպնում է, այդ վառածը հանում ենք, ասում ենք, տեսեք, իրանք դեմ են Նիկոլ Փաշինյան։ Ոչ մեկ Նիկոլ Փաշինյանին իրանցից դեմ չի։ Եվ եթե նույնիսկ մեկը դեմ է, այդ իմ համար պոռնկություն է, գնալ մտնել մի կուսակցություն, օգտվել, պաչել, լպստել, լզել, հետո ասել ես դեմ եմ, այսինքն սա ինչի մասին է խոսում, որ մենք գաղափարախոսություն չունենք, մենք այսինքն սրանք գաղափարակիցներ չեն կուսակցության մեջ, փողակիցներ են, շահակիցներ են, ամեն մեկը գնում է իր մասը պոկում է, ինչքան իրան պետք է, հետո ասում է ես ընդդիմություն եմ, բա ամոթ չի, այդ բոլորը դրանք Օստապ Բենդերներ են ինձ համար, որոնք ցավոք այսօր խաղում են մեր երկրի ապագայի ու ճակատագրի։ Չեմ նույնիսկ կարդում նման անիմաստ մարդկանց նյութեր եւ ինձ այսօր սպանում է Facebook-ում մեկ նենց падգամավորուհիներ կան նամանավանդ։ Գրածները կարդում են, որ քպ ու մեկ էլ Նենց բաներ են գրում, ուզում ես ասես, բա
աղջիկ ջան, բա որ դու ձեր գեղում էիր, պաշտոներ զբաղացնում, Նիկոլը քեզ պաշտոներ տվել, լավ էր այդ վաղ։ Ու նույնը արվում է այս 30 տարվա մեջ։ Տեսել եք, չէ, շրջիկ խումբ կա։ Ասենք ես տղամարդիկ գիտեմ, որ բոլոր կուսակցություններով անցել են, եթե վաղը կանանց կուսակցություն ես բացեմ, իրանք կգան կասեն, մենք կին էինք, պրոստը այս 30 տարին գաղտնի էինք պայել։ Նենց որ այս սրանց impeachment, չimpeachment, լավ ամոթ է էլի։ Այս մենք հիմա պայքարենք երևի ոչ թե արդեն դիմության, այլ ընդդիմության հետ, որովհետև այդ ընդդիմությունն է, ես դեռ 14 թվին հարցազրույց եմ տվել, շատ լավ եմ հիշում, 13 թվի վերջին նոյեմբեր, չկներեք, տեսնում եք, արդեն մոտս դիմենցիա է, 18 թվից հետո 3 տարի անց է 21 թվին նոյան տապանում, և ասել եմ, որ չէ, 20 պատերազմից առաջ էր, որ դիմություն, ընդդիմություն, են ճոճանակի պես է, որ բակերում կա տենց տախտակից ճոճանակներ, մանավանդ սրանք մեծ մասը տենց գյուղերից են, որ այդ կարուսելն ա եղել, որ մեկը նստի կընկնի ներքև, այսինքն իրար բալանսի բերելով մեզ էշի տեղ դրած, բայց ես ինձ երբեք էշի տեղ չեմ դնի, ես բացառապես նրանց բոլորի վրա թքած ունեմ, որովհետև մի երկիր, ուր իրավապահ համակարգը չի ծառայում հասարակ քաղաքացուն, որտեղ դատական համակարգը հասարակ քաղաքացուն չի ծառայում, որտեղ կոռուպցիան խտրական բնույթ ա կրում, եթե ես գողանամ կոռուպցիան եռեմ, եթե ասենք դուք գողանաք, նու ձեր վրա չեմ ուզում օրինակը բերեմ, չէ, ինքը դառնում է իմ համար նողկալի, ես շոու ծրագիր, ես էժան շոու, ես սիրում եմ արվեստ, բայց սիրում եմ բարձր արվեստ, ես սիրում եմ լավ երաժշտություն, ես սրանց այս Տիգրան Կարապետովիչի ականջը կանչի օղորմածիկ, այս ԱԼՄ-ի շոուերը, որ հիմա շարունակվում է եկեղեցու դեմ, ԱԺ-ի դեմ, Կիրանցի են գոզալական շարժումը եկավ, հենց տեսնում են, որ շարժումը կարա բերի ինչ-որ մի բանի, պարտադիր են հայրմերչի մացողի ճտերն են հայտնվում, են կայֆի տակ պարկացի մյուս մասը, մեկ էլ հիմա վերցեցին նոր պերսոնաժ մտցրի, ասին սցենար արդեն հնացել է, եկեք տեր մտցնենք, այ գալիս են ու ամեն ինչ ապականում, իսկ որ շոուը ասել եմ, հիմա էլ կասեմ, երեք ես տեսա այդ պարադիգմա TV-ում մտել էին եսի միջ խոզարկությունը, Էլիզաբեթ Պետրոսյան, Աննա Վարդապետյան, ես իրան դիմում եմ, Արտուր Պողոսյան, Էլիզաբեթ Պետրոսյան եք յանիմ, հա, բռնում, դուք այդքան կա, բա որ այդքան կայիք, 2.5 տարի առաջ, ձեզ հաղորդում եմ ներկայացրել, թե ոնց Արցախի հիմնադրամից 2.5 միլիոն դոլար գողաց է Էլիզաբեթ, փոխանցումներն է հետը, այդ 2.5 միլիոն դոլարը հեչ, սրբազան պայքարը մեջ, այսինքն սրանք հատուկ չեղած բաներով տանում սարքում են սրանց քաղբանտարկյալ, որովհետև եթե իրականում ուզենային սրանց հետ որևէ բան անեն, սրանց վրա այնքան կեղտ կա, քրեական օրենսգրքում այդքան հոդված չկա, ինչքան սրանք լափել են, մանավանդ գիտեք էլի մեր ազգախորժակից վաճի, քյաբաբ խաշ, խաշից հետո պամիդորով ձվածեղ միատել, հետո նորից խորոված իքի բիր, այդ նույն ձևի լափել են երկիրը, այս մարդկանց այդ ժողովուրդը, որը տե կանգնած կուրծկած էծուն, որ իբր թե իրանք հավատացյալ են, մի հատ թող բոլորը մի հատ իրականում ուշքի գան, այդ տենց կլոուններ ենք, էլի պամ, այն մեկ ասում է մուշկի եկեք մեզ մսեր մասում, դու հասկանում եք, մեր ազգը, այն մնացած ազգերն այմ ասում են, այս սրանց նախագահի կամ վարչապետի թեկնածունա, այն ու մեր Հովիկ Աղազարյան ուզում վարչապետի թեկնածու, Էդման Մարոտ։ Չէ, իրանք ինչ-որ մի հատ ասեցիք նոր, ինչ-որ… Հա, հիմա Միքայել Աջապահյանն։ Հա, այս մեկը սենց, մեր վրա ծիծաղում են, բառացի, իսկ մարդուն կոտրելու համար հոգեպես կոտրելը ավելի վատ է, քան թե ֆիզիկապես, որտեղ մարդու ոտքը ձեռքը կարող է ցավական չլինի, մարդ կարողանա պայքարի։ Սրանք հատուկ ծրագրով եկել են մեզ ոչնչացնելու։ Պուբլիկան է, մասով կան, ասում եմ, չէ, Գոր Վարդանյան, Դիանա Գրիգորյան սերիալ մասով կեն, գյադեք ստի, գյադեք ընդի, ասենք կարելի է, այս կարգի, հիմա ես ուզում եմ այդքան ժողովրդից հարցնեմ, լրագրող եք, որ գնացել են դե ինչ էին անում, ուզում են ցույց տային, որ իրանք քրիստոնեության կողմ են, բայց այդ ժողովրդին չտեսանք կյանքում եկեղեցում, չտեսանք
Գնան, ասենք, վաղը Եհովայի վկա կյանքի խոսք, մորմոն, մասոն, ճասոն, բասոն, մի հատ սեկտայի դիմաց, այտենց կանեն, ասեն, փագեք էս աղանդը։ Փագեք 50-ական, 60-ական, 100-ական, 320-ական, չգիտեմ, գնան կանգնեն այդ մարդիկ, ասեն մենք քրիստոնյա ենք, մի ապականեք մեր հավատը։ Ընդ քին գնացեն դե։ Ինչ են անում։ Ես հիմա գիտեմ ինչ կոմենտներ են գրելու, փագելու են որ չգրեն։ Գնայք սեկտաների դեմը կանեք, ասեք ինչ եք մեր հավատը պղծում։ Հիմա գնացել եք ընդ գոռում եք որ դուք քրիստոնյա եք, ձեր քրիստոնեությունը չեմ տեսել որտեղ է։ Չեմ տեսել։ Իհարկե մեջները կան մարդիկ, որ չգիտեմ իրանց էմոցիաներից ելնելով, բայց չեմ տեսել, իրական չեմ տեսել։ Պլյուս այդ ահացի մասկավներն ու քնչականի։ Բոլորի սեղանի դրածա բանը, ավետարան։ Հիմա բոլոր տեղը որ մտնում ես, Աստվածաշունչը դրածա փոքր։ Հասկան մենք ինչ-որ գժանոցի մեջ ենք հայտնվել։ Գժանոցի մեջ։ Նրանք Աստվածաշունչը կարդում գնում են տերտերին են քաշում, տերտերը աղոթում է տակից դեղա ծախում։ Այս խեժ մասով կաներ ստեղից ընդեղ, ընդեղից ընդեղ։ Հետո էլ տենալու է որ այս եկեղեցին է չկա, այս դուք տեսել եք որ աղանդներից մեկն ու մեկը մի հատ ծպտուն հանի էս եղածի մոտ, չէ, իրանք լուր են, որտեվ իրանց ձեռա տալի։ Հոտը քաշելու են ընդեղ, հոտնը գնում է իր 10-անորդն է հետը։ Այ էսա, շատ վատ վիճակում ենք, մենք հիմա իրականում ստապվենք, ոչ մի այս մանիպուլացիաներից չտրվենք, չոբանման չգանք ու մենք ընդհանրապես հասկանանք, արդյոք մենք ապրելու իրավունք ունենք թե չէ, մենք գոյատևելու իրավունք ունենք թե չէ, ու երբ ասում ես, հա դե Աստված մեզ պահել է, ես չեմ ջոգում, Աստվածը փող տվող, Աստվածը ձեզ պահող է, բա դուք ինչ եք, Աստված ինչն է պահել, Տիգրան մեծից հետո դարել ենք մի հատ կետիկ, այդ կետն է չի լինելու ու իրականում մտնելու են որպես մեզ թուրքերի միշտ ասել են գյավուր, անհավատ, բերեցին հիմա ապացուցեցին, որ մենք անհավատ ենք, անհավատ, գալու են մտնեն մորթեն, ոնց որ տորան հրյաներին ասում է գնա մեծից փոքր վերացրա, տեսնում եք, որ դա ասում է փոքր երեխային էլ վերացրա, կենթանուն էլ վերացրա, նույնն էլ իրանց նա, գալու են մեզ վերացնեն ու աշխարհը ասել է ում համար, սրանք իրանց Արցախի կողքը չկանգնեցին, թալանեցին Արցախը, ինչը աշխարհը չի իմանում, թե ոնց կերան Արցախը, թալանեցին Էլիզաբեթները, այդ բեթերը կերան Արցախը, որ այսօր ստե պարադիգմա են բացում ու Աննա Վարդապետյանը չարցնում, Ազիզ ջան, այդ 2.5 միլիոն դոլարը մենակ մի դրվագով, որ մի շալվարիդ մեջ ես մտցրել, այլ գնում են քաղ բանտարկյալ սարքեն ու մարդիկ ասեն, դուք պատկերացնում եք ես քնչականը կնոջ հատանում, այ այս դիշովի զզվելի սցենարներից ես հոգնել եմ, ես ոչ կոչ եմ ուզում անեմ, ոչ իման, ես ընդհանրեն ուզում եմ ամեն մարդ այսօր որ գնա իրա տուն, նա իրա երեխեքին, նա իրա տնեցիքին, իրա ծնողներին ու հասկանա, որ կարող է իր աչքի առաջ մորթվեն շատ շուտով ու հասկանամ այդ ժամանակ ինչ են գոռալու են աջա, պանյան, բա, գրա, սրբազան, պայքար ինչ էր, հայրենիք, ինչ էր, Աստվածը վերջում էր մեր մոտ ոնց որ միշտ, Հայաստան հայ հայրենիք Աստվածը միշտ վերջում ալնում, այս քրիստոնյա ազգի համար Աստվածը վերջում ալնում, այսօր որ բոլորը տուն գնան, կլսեն ինչ չեն լսի, կքարկոծեն, կթքեն, կոմենտ կգրեն, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում բացարձակապես, մենք արդեն նստեղ ենք կանած, որ ոչ ոման չի հետաքրքրում, բայց մի հատ մտնեն, մի հատ վերջի անգամ նայեն իրանց հարազատներին ու հասկանան, որ շատ շուտով կարող է մորթվենք, մենք բոլորս ոչխարի պես, ու որևէ մեկը, որևէ պետություն չի ասելու, ոչխարը մորթվելու համար է, ոչխարը մորթում են, գայլն էլ ոչխարին ուտում է, մենք մինչև մեր մեջքը չուղենք ու մենք հզոր մեզ ցույց չտանք, մեզ ոչ մեկ չի հարգելի, թույլին երբեք չեն հարգել, մուրացիկին չեք հարգել, դուք հարգում եք, փողը շպրտում եք, անցնում գնում եք, ասում եք չկպնի հանգարց ինձ, այ մեզ այսօր նվաստացրեցին հոգեպես, բարոյապես, հողապես, ֆինանսապես, հավատքով, ամեն ինչով բերեցին, հաստրեցին այն վիճակին, որ մենք դառնանք Մենք, որ ասում ենք մենք այսքան տարվա ազգ ենք, դառնանք անհավատ ու մուրացիկ, ես մեկ-մեկ մտածում եմ, ասում եմ կարող է սա սուտ ա եղել, մեզ խաբել են, արդեն այդ, բայց միևնույն է, ես գիտեմ, որ մեր ազգի մեջ կան այն մարդիկ,
որոնք արժանապատիվ են, որոնք զենքը ձեռն են մեռնելու։ Մեզ այսօր ոչ թե աղոթել, ոչ միայն աղոթել, այլ զինվել էր պետք։ Եթե տերտերները զինվել էին, որ հայրենիքը պաշտպանել այդ ուրիշ բանան, թող Քարեմանը ժամանակին ասեր։ Չգիտեմ, շատ տխուր է իրականում, ինձ կներեք շատ երկար եղավ։ Անչափ շնորհակալ եմ Տիկին Ես էլ եմ Պողոսյան շնորհակալ, հետաքրքիր որ զրույցի համար։ համբերատար լսեցիք։ Սիրով։ Իմ հյուրներ իրավապաշտպան Մարինա Պողոսյանը, կհանդիպենք։